Բարև ձեզ, Գալայ հեռուստաընկերության եթերում կարևորի մասին հաղորդաշարն է եւ այսօր մենք հյուրընկալել ենք փաստաբան Նորայր Նորիկյանին։ Բարև ձեզ, պարոն Նորիկյան։ Այսօր խոսելու ենք մի թեմայից, որը արձագանք ստացել է, սակայն այն սրությամբ չի ընկալվում հանրության կողմից, նաեւ թիրախավորված քաղաքացիների կողմից, ովքեր կարող են ընկնել այս փոփոխության ազդեցության ներքո։ Խոսքը վերաբերվում է հողային օրենսգրքում, քաղաքացիական օրենսգրքում եւ օրենսգրքում համապատասխան փոփոխություններին, որի արդյունքում այն քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր կհրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից, պարտավոր են 1 տարվա ընթացքում իրենցից օտարել վաճառելու տեսքով գյուղական նշանակության հողերը։ Այսինքն մարդ իրավունք չունի, եթե հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, ունենալ գյուղատնտեսական նշանակության հողեր իր սեփականության ներքո։ Տեսեք, Արտարադատության նախարարությունը, որը հանդիսանում է այս փոփոխությունների նախաձեռնությունը, նշում է, որ սահմանադրությունը արգելում է օտարերկրյա քաղաքացուն նման սեփականություն ունենալ, թե օրենքներն են սահմանափակում։ Եվ հետևաբար մենք համապատասխանեցնում ենք այս ամեն ինչը օրենքին եւ սահմանադրությանը։ Դուք ասում եք, սրանով ռումբ է դրվում, որը կարող է յուրաքանչյուր պահի պայթել։ Խնդրեմ ներկայացրեք ձեր տեսակետը։ Շատ բարի, շնորհակալություն ծավալուն հարցադրման համար։ Ես առիթ ունեցել եմ մի քանի անգամ իմ տեսակետը արտահայտել ձեր կողմից բարձրացված հարցի կապակցությամբ, ընդգծելով հետևյալ հանգամանքը. այո, Հայաստանի Հանրապետությունում հասարակական հարաբերությունները պետք է կարգավորվեն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը, բայց դրանք չպետք է կատարվեն այն աստիճանի, որոնք հենց խախտեն բուն Հայաստանի Հանրապետության նույն սահմանադրությունը եւ նույն օրենքները։ Ինչի մասին է խոսքը, հարգելի պարոն Մարկասյան։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխված սահմանադրության 60-րդ հոդվածն ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում հողի սեփականության իրավունք չունեն օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգերի։ Ինչ կատարեց Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Արտարադատության նախարարության առաջարկությամբ հավանություն արժանացեց սույն թվականի մայիսի 18-ի կառավարության նիստով մի նախագծի, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում, քաղաքացիական օրենսգրքում, տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքում, ինչպես նաև Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել համապատասխան լրացումներ եւ փոփոխություններ, համաձայն որի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքում ունեն գյուղատնտեսական նշանակության հողեր, պարտավոր են քաղաքացիությունը դադարեցնելուց հետո 1 տարվա ընթացքում օտարել այն, հակառակ դեպքում պետական տեղական ինքնակառավարման մարմինները հնարավորություն կունենան կստանան հայցադիմումով մտելու դատարան սեփականության օտարման հարկադիր պահանջի մասին, օտարելով այդ հողամասը եւ օտարումից առաջ ստացված գումարը տրամադրելու նախկին սեփականատիրոջը։ Այսինքն ով հրաժարվել է։ Այո, ով հրաժարվել է։ Այսինքն ինչ է ստացվում։ Մենք գյուղացուց, ով դադարեցրել է իր Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, օրենքի քողի տակ, գործադրման քողի տակ, խլում ենք նրանից սեփականության իրավունքով նրան պատկանող հողը, տրամադրելով նրան այդ հողի արժեքից առաջացած գումարը, պատճառաբանելով, որ կորցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, դու Հայաստանի Հանրապետությունում հողի սեփականության իրավունք չունես։ Թողենք այն, որ նույն սահմանադրության առաջի հենց նույն 60-րդ հոդվածի առաջի կետը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տնօրինելու, տիրապետելու, օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող հողը, միայն այս հանգամանքը գալիս է հաստատելու, որ արդեն իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին զրկվում է իր հայեցողությամբ տնօրինելու, տիրապետելու եւ օգտագործելու սեփականության իրավունքով։ Այսինքն խնդիր հետեւանն է, բայց մենք գործ ունենք սահմանադրության մեկ այլ հոդվածի հետ։ Սահմանադրության 73-րդ հոդվածը ամրագրում է հստակ անձի իրավական վիճակը վատթարացնող Հայաստանի Հանրապետության օրենքը հետադարձ ուժ չունի։ Հետևաբար սահմանադրության ուժով այս փոփոխությունները չեն կարող կիրառվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող այն անձի վրա, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան դիմում է վերաբերել։ Այո, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի համաձայն եմ, որ օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր այս պահին հանդիսանում են ենթադրենք Ֆրանսիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Ռուսաստանի քաղաքացիներ, նրանք չօգտվեն Հայաստանի Հանրապետությունում հողի սեփականության իրավունքից։
Բայց դա չի նշանակում, այո, չկարողանան գան հող գնել եւ դառնան դրա սեփականատերը բացառությամբ օրենքով սահմանված կարգի։ Իսկ եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձևավորում է այսպիսի վարկագիծ եւ ցանկանում է համապատասխանեցնել իր օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, հենց այդ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի պետք է համարի, որ այս դեպքերը դրանք բացառիկ դեպքեր են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցած քաղաքացին պապանի գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողերի նկատմամբ իր սեփականության իրավունքը։ Սա ինչով է վտանգավոր, հա? Օրենքը, սահմանադրությունը հասկանալի է, համապատասխանություն եւ այլն, բայց բացառապես եթե իրավական դաշտում ենք դիտարկում այս ամեն ինչը, կարող է շատ այսպես բանավեճերի քննարկումների տեղիք տալ։ Դիտարկենք իրավական հարթությունից դուրս, հա, սոցիալական, քաղաքական նշանակությունը, ինչ կարող ենք ունենալ այս փոփոխությունները ունենալուց հետո։ Սա շատ կարևոր հարցադրում է, հարգելի դերերին, ես ընդհանրապես արձանագրեմ, որ սա հնարավորություն կստեղծի օրինական կարգով Հայաստանի Հանրապետությունում ահռելի ֆինանսական ռեսուրսներ ունեցող սուբյեկտներին, ովքեր նաև ունեն քաղաքական կապիտալ եւ քաղաքական որոշումների վրա ազդեցություն, ձեռք բերելու այդ հողամասերը էժան գներով կամ իրենց համար մաչելի գումարներով եւ որոշ ժամանակ անց մենք ունենանք մի քանի անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեցող հողային ֆոնդի ահռելի գերակշռ մասը կամ առույցի բաժինը կհայտնվի այդ մարդկանց ձեռքերում, սա ենք ունենալու, այլ տարբերակ չկա, որովհետև եթե մի բան վաճառվելու է, իսկ հարկադիր վաճառման դեպքում անպայման փորձելու են հարկադիր վաճառողները, այսինքն պետական եւ տեղական ինքնակառավար մարմինները հնարավոր ամեն գնով դրանք վաճառել, որովհետև օրենքի պահանջն է դա լինելու, անկամ նրանից թե այդ գումարը վերադարձվելու նախկին սեփականատիրոջը թե ոչ, այդ մարդիկ ձեռք այդ հողերը ձեռք են բերելու նոր սեփականատեր, որի արդյունքում հողերի խոշորացումը տեղի ունենալու եւ այդ հողերի խոշորացումը հողերը տեր են դառնալու մարդիկ, ովքեր այսօր ունեն ահռելի նյութական ռեսուրսներ։ Այսինքն այսպես ավելի բարձ պատկերացնենք, գոյություն ունի X օլիգարխ, որ ունի ֆինանսական լուրջ հնարավորություններ, նա կարող է իր հայեցողությամբ, եթե ցանկանա, ունենալ դիցուկ մի գյուղում, ասենք, այդ գյուղի ունեցած հողային ֆոնդի, ասենք 80%-ը։ Նա ոչ միայն կցանկանա, նա անպայման կօգտվի այդ սողանցքից, օրենսդրական, նա կգնի այդ հողերը, հետագայում այդ գյուղացիներին կդարձնի այդ հողում բատրակ եւ ինքն էլ կդառնա այդ գյուղի ֆեոդալը կամ այդ տարածքի ֆեոդալը։ Հիմա տեսեք, խնդիրը նաեւ վտանգավոր է, հասարակարգի փոփոխություն տեղի ունենա, ֆեոդալական։ Մի քիչ կոպիտ է հնչում, բայց դատելով տրամադրություններից բոլորը մենք պետք է իրերը կոչենք իրենց անուններով եւ չխուսափենք նման ձևակերպումներից, որովհետեւ այլ ձևակերպում, քան ֆեոդալական արժեքների հաստատումը այլ կերպ հնարավոր չի, որովհետև տեսեք խնդիրը ինչումն է։ Ենթադրենք ես այս պահին ունեմ Արագածոտնի մարզում 8 հեկտար սեփականության իրավունքով ինձ պատկանող համատեղ սեփականության իրավունքով ինձ պատկանող հողամաս։ Ենթադրենք հանգամանքների բերումով այսօր ես փորձում եմ դադարեցնել Հայաստանի Հանրապետության իմ քաղաքացիությունը, իմ անչափահաս երեխաների հետ միասին մեկնում եմ արտագնա այլ երկիր ապրելու արտագնա աշխատանքի նպատակով։ Տարիներ հետո իմ երեխաները փորձում են սրբագրել իմ կատարած քայլը եւ փորձում եմ վերադառնալ հայրենիք։ Այս պահին, երբ որ ես դուրս եմ գնալու, ես հարկադրված եմ լինելու օտարել իմ հողամասը, հասկանում եք, չէ՞, զրկելով վաղը իմ երեխաներին իրենց հայրենիքում հող ունենալու հնարավորությունից։ Իմ սխալը պատճառով իմ երեխաները զրկվելու են Հայաստանի Հանրապետությունում իրենց հայրենիքում հող ունենալու իրավունքից։ Հետևաբար Հայաստանի Հանրապետությունը եւ օրենսդիր մարմինը ես կարծում եմ կգտնվեն ողջամիտ այնտեղ մարդիկ, ովքեր թույլ չեն տա, որ այսպիսի սրբագրմամբ կամ այսպիսի ձևակերպումներով այս օրենքը կդառնա օրենքի նախագիծը կդառնա օրենք եւ կատարվեն համապատասխան փոփոխություններ մի կողմից այն համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության պահանջներին, մյուս կողմից չխաթարելով սեփականության իրավունքի գաղափարախոսությունն ամբողջությամբ։ Դե տեսեք նաեւ այսպիսի հակափաստարկ կա, որ գյուղական նշանակության, գյուղատնտեսական նշանակության հողային ֆոնդը Հայաստանում օգտագործում է շատ քիչ տոկոսով, հա, հողը կա, բայց անմշակ է, որևէ մեկը չի աշխատում այդ հողի վրա։ Եվ սրանով կարող է խթանվել նաև այն գյուղացին, որը կցանկանա, ասենք, ունենալ ավելի շատ հող, ավելի շատ մեծ
տնտեսություն կվերցնի, ինչի է մտածում, որ միայն այդ օլիգարխները կարող են վերցնել, կարող է կվերցնի իր հարևանը, ենթադրենք, եւ կմշակի եւ կունենանք ավելի այսպես բարեկեցիկ գյուղ։ Նախ ասեմ ձեզ, երկրում ստեղծված այնպիսի մթնոլորտ միջավայր սոցիալ-տնտեսական վիճակ, որ ձեր կողմից հիշատակված հարևանը վճարունակ չէ, գնելու իր հարևանի գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողը։ Երկրորդը, այո, ես ինքս եմ համաձայն այդ տեսակետին, որ Հայաստանի Հանրապետությունում հողային ֆոնդը չի օգտագործվում ամբողջովին եւ կա իսկապես պարարտ վիճակ շատ դեպքերում եւ որոնք կրում են եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները, բայց պետության հենց ամենակարևորագույն գործառույթն է ստեղծել այնպիսի միջավայր գյուղատնտեսության զարգացման համար, որ անկախ սեփականատերից եւ անկախ սեփականության ձևից բոլոր հողերը օգտագործվելու, մշակվելու հնարավորություն ունենան դրան շահեկանության տեսանկյունից։ Այստեղ մի քիչ մասնագիտական դաշտ է, որ ես չեմ տիրապետում զուտ գյուղատնտեսական ոլորտին։ Խնդիրը հետեւյալն է. Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինքը պետք է ձեռնարկի ողջամիտ գործողություններ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսությունը խթանելու համար, բայց ոչ այն առումով, որ քանի որ ենթադրենք X օլիգարխը, որը ունի ահռելի նյութական ռեսուրսներ, իրեն բաժին հասնի այդ հողերը մշակելու եւ այդ հողերում այդ հողերի նախկին սեփականատերերին բատրակ պայելու այդ բացառիկ իրավունքը իրեն շնորհվի։ Բոլորի համար պետք է ստեղծվել նպաստավոր պայմաններ, որ իսկապես Հայաստանի Հանրապետությունում ոչ թե ձեռնտու լինել հացահատիկը Բրազիլիայից ներկրել կամ հավի բդիկը Բրազիլիայից ներկրել եւ դարձնել մոնոպոլիա, այլ ստեղծել հնարավորություն պայմաններ։ Իսկ այս կառավարությունը, ընդհանրապես բոլոր կառավարությունները ունեն այդ գործիքակազմը բռնելու այն ձեռքը, այն անհասանելի ձեռքը, որ արգելի, որ ստեղծի այնպիսի պայմաններ, որ տեղական արտադրությունը ավելի նպաստավոր եւ շահեկան լինի։ Այսինքն, եթե նայում ենք ընդհանուր պատկերում, գյուղատնտեսությունը հա այն միակ ոլորտն է, որտեղ հա կարծես մոնոպոլիաներ չկան։ Դերնիկ առերևույթ է այդպես թվում, դերնիկ, բայց մենք ներմուծման ուղղակի խեղդել ենք տեղական արտադրության հնարավորությունը։ Մենք ստեղծել ենք մի այնպիսի միջավայր, որ մարդիկ ուղղակի ասում են, եղբայր ավելի լավ է բերենք վաճառենք ձուն կամ ցորենը կամ գարին կամ դուք պատկերացնում եք Հայաստանի Հանրապետությունում խնձոր է ներմուծվում։ Դուք պատկերացնում եք Հայաստանի Հանրապետությունում գազար է ներմուծվում, որ երկրում։ Ես դες անկեղծ ասեմ, իմ եղբայրները այսօր զբաղվում են մանրածախ բանջարեղենային առևտրով, ուղղակի իմ համար ապշեցուցիչ տեղեկություններ են հաղորդում, որ մեր հայաստանյան շուկայում ներմուծվում է այնպիսի ապրանքներ, որոնք, ասենք, աշխարհին հայտնի է, որ անգամ Հայաստանն է, որ դրանց արտադրությամբ զբաղվում է։ Հասկանում եք, Հայաստանում չի իրեն ներմուծվում, հասկանում եք, սա ինչ ողբերգություն է։ Այն պարագայում, երբ որ կարող է Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել այնպիսի միջավայր, այնպիսի նպաստավոր բիզնես միջավայր, որ մենք ինքներս չի արտահանող երկիր դառնանք հաշվի առնելով մեր մրգային առանձնահատկությունները համային բոլոր պոտենցիալը։ Այս ամենով հանդերձ մենք տեղական արտադրությունը խեղդելով ստեղծել ենք նպաստավոր պայմաններ, որ դրսից բերելը դերսից ներմուծելը հեշտ լինի, այո, այդ դժվար, մենք էլ անունը դնենք, դե գիտեք ինչ կա, ձեռնտու չի, հետեւաբար կարելի է այդ հողային, այսպես ասած, գյուղատնտեսությունը երկրորդ աստեպ։ Արդյունքում ինչ ենք ունենալու։ Արդյունքում ունենալու ենք այն, նորից եմ կրկնում, սրա վտանգը հետեւյալն է։ Իմ համար որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու, իմ սխալի համար ես չեմ ցանկանում, որ իմ երեխան զրկվի հողի սեփականության իրավունքից, երկրորդ, այդ օրենքը կարելի է կարգավորել այնպես, որ բացառություններ դառնա Հայաստանի, բացառություն լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դատարեցած Հայաստանի հողի գյուղատնտեսական հողի նկատմամբ սեփականություն իրավունք ունեցող քաղաքացու համար, եւ երրորդը այդ հողերը չհայտնվեն օլիգարխների ձեռքին, որոնք խոշորացնեն եւ դառնան տեղական ֆեոդալներ բառից բուն իմաստով։ Այսինքն այն ինչ տեսնում ենք հա խանութների խոշորացման այո շատ տիպիկ օրինակ ասեցիք այո մեկ մոլի կառուցումը նպաստում է 100 փոքր խանութի վերացմանը սա տիպիկ օրինակ մենք մերցնելու ենք գյուղը դառնալու են այսպես ասած քաղաքի առերևոտ շպարված տեսքով օլիգարխներ, ովքեր գյուղերում ունենալու են այդ հողերը։ Խոշոր ֆերմաներ դառնում։ Այո։ Շնորհակալություն, թեման կարծում եմ այսքանով սպառիչ մեկնաբանություն ստացա, վտանգների մասին մենք կփորձենք նաև հակառակ կողմի հետ
հնարավորություն ստացել, որպեսզի ներկայացնեն իրենց տեսակետները, եւ վերջում ես չեմ կարող մեկ հարց չտալ, դուք իրավաբան եք, հա, փաստաբան, խոսքը վերաբերվում է ազգային ժողովում, հա, տեղի ունեցած այն կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների մշակման, օրենքի մշակման, այնտեղ կարծիք է հնչել, որ հույդա խմբակցության ներկայացուցիչ կողմից, որ գործ տալը մեզ հայերիս հարիր չէ եւ պետք չէ այդպիսի օրենք դնել, որը կխրախուսի գործ տվողների, հա, այդպես գործ տալու մշակույթի զարգացմանը։ Ինչ եք կարծում, ինչքանով է նման տեսակետի արտահայտումը պարլամենտին հարիր, հա, պարլամենտի ամբիոնից խոսելը հարիր, եւ արդյոք չեք կարծում, որ քաղաքական, չգիտեմ, այլ հարթություններում այդ մտածելակերպով մարդիկ իրոք շատ են։ Շնորհակալություն հարցադրման հետ, կես լուրջ կես կատակ պետք է արձանագրեմ, որ բոլոր դեպքերում պետք է ողջունել այդ տղայի համարձակությունը, որ պարլամենտում նա իսկապես բաց եւ ամենակարևորը ազնվորեն արտահայտեց իր պատկերացումները Հայաստանի Հանրապետությունում այդ օրենքի ընդունման կիրառման հնարավորության մասին։ Եվ երկրորդը, ես գրեթե վստահ եմ եւ ունեմ այն համոզմունքը, որ այդ տղայի հայտարարության տակ կարող են ստորագրել պարլամենտի եւս 50 կամ 60 պատգամավորներ, ովքեր կրում են, եթե ոչ ավելի շատ, ովքեր կրում են այդ արժեհամակարգը եւ իրենց համար կոռուպցիայի դեմ պայքարը եւ ընդհանրապես հասարակության հետ առողջ հասարակության կառուցման գաղափարը իրենք կարող են պատկերացնել գործ տալու, այսպես ասած, իրենց լեզվով ասած, գործ տալու ինստիտուտի ներդրում։ Իսկ իրականում սա մեր հասարակության ողբերգությունն է, որ մենք ինքներս ուղղակիորեն խոսում եմ մի բանի մասին, որ ընդհանրապես մենք մեր հասարակության մեջ այնպիսի հիվանդություն է ախտորոշված, որ դրա նորոգման, դրա առողջացման, դրա բուժման համար լրջագույն բեկումնային փոփոխություններ են պետք։ Ես ուղղակի ամաչում եմ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ ընդհանրապես քաղաքական համակարգում այդպիսի մտայնություն կա, ցավոք սրտի այդ մտայնությունը գերիշխում է եւ ոչ միայն այդ падգամավորի մոտ, այլ նաեւ այդ падգամավորի կարգավիճակ ունեցող շատերի մոտ, գործադիր իշխանությունում հարցեր լուծելու այդ ձևը, այդ գործ տալու, գործ չտալու, գործ տվողի, գործ չտվողի քաղաքականությունը, փիլիսոփայությունը բերել կանգնեցել է մեր պետությունը այս կռախի առաջ։ Պետք է դուրս գալ այդ ծողությունից, պետք է ջարդել այդ կարծրատիպը եւ կոռուպցիայի դեմ պայքարը։ Բայց հայի գենին ենք վնասում, չէ՞, հայ մնալու այդ։ Գիտեք, ասենք ես օրինակ դեմ եմ հայի գենը նույնականացնել, եթե հայի գենը ասելով մենք պետք է ասենք համարենք, որ մենք խորոված սարքելը կամ խորոված ուտելը կամ ընդհանրապես քյաբաբով ուրիշներին զարմացնելը դա հայի գեն է, ոչինչ, թող դրանով մենք շեղվենք հայ գենից եւ կարողանանք եվրոպական արժեքներին համահունչ ինչ-որ գործ տվողի օրենքներ ընդունենք։ Բայց եթե հայ գեն ասվածը դա է, ես ուղղակի չեմ ուզում այդպիսի հայ գեն։ Հայ գեն ասվածը իմ համար շարլանձնավոր է, հայ գեն իմ ասածը Արամ Խաչատրյանն է։ Հայ գեն ասվածը ցանկացած այդ գործ տվողը իմ համար ամենամեծ հայ գեն ունեցող քաղաքացին է։ Շնորհակալություն պարոն Նորիկյան հյուրընկալվելու համար, այսքանով մենք ավարտենք։ Հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք փաստաբան Նորայր Նորիկյանի հետ, թեման հողային օրենսգրքում փոփոխություններ, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հրաժարված անձինք պետք է օտարեն իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերը։ Այսքանը կհանդիպենք։